երկու քույրերը շատ դժկամությամբ գնում էին դաշնամուրի եւ ես գնում էի կարատեի։ Ես շատ սիրով էի գնում կարատեի։ Ուզում էի պաշտպանության նախարարությունում աշխատել, զինվորական ծառայության անցնել։ Շատ ուզեմ էլ չեմ կարող վարդ չլինեմ, հաշվի առնելով մազերիս գույնը։ Կանայք շատ ուժեղ են իրականում։ Քաղաքականությունը սովորաբար կոշտ է եւ անդամ, բայց ես փնտրում եմ մարդկանց այդ ամենի հետևում։ Ես Լիդիա Սահակյանն եմ եւ սա Նուրբ քաղաքականությունը։ Իսկ այսօրվա իմ հյուրը Ագնեսա Խամոյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Չգիտեմ, քաղաքականությունը նուրբ լինում է թե չի լինում, բայց փորձենք հասկանալ։ Վստահ եմ, որ այս հաղորդումը բացահայտում կլինի շատ-շատերի համար, եթե դեմ չեք սկսենք։ Սկսենք, փորձեմ բացահայտվել։ Սկսենք մանկությունից։ Հիմնականում փոքր ժամանակ շատերը երազում են դառնալ բժիշկ, ուսուցչուհի։ Ինչ եք երազում դուք եւ կար արդյոք ինչ-որ բան, օրինակ զբաղմունք կամ խմբակ, որն անում եք այսպես ասած պարտադրված կամ ծնողների հորդորով։ Իրականում լավ մանկություն եմ ունեցել, մանկության հետ կապված դառը հիշողություններ չունեմ, հիմա ընդունված է, չէ, բոլոր անհաջողությունները մարդկանց կամ դժվարությունները կամ դժբախտությունները վերագրում են մանկական տրավմաներին, շատ մոդա է դա, իհարկե կատակը մի կողմ, ես կարծում եմ, որ այդուհանդերձ ավելի հասուն տարիքում մարդկանց խնդիրների եւ դժվարությունների եւ չլուծվող հարցերի եւ նաեւ անձնական ողբերգությունների համատեքստում իրոք կարելի է գտնել եւ փնտրել մանկության որևէ տրավմա, չէ, բժիշկ չեմ ցանկացել դառնալ, իրականում հենց ամենասկզբից, երբ 5-6 տարեկան էի կամ ավելի բարձր տարիքի, իմ ընտանիքի անդամներին բոլորին շարում էի, ես իմ աթոռը դնում էի, թերթերը վերցնում էի եւ լուրերի հաղորդավարի նման սկսում էի լուրերը ընթերցել, ընտանիքի անդամներն էլ հեռուստադիտողներն էին, այսինքն հենց սկզբից որևէ այլ կողմնորոշում, որևէ այլ ցանկություն, քան այն ինչ լինել լրագրող, չեմ ունեցել, որևէ ցանկություն չեմ ունեցել, չեմ հիշում այդպիսի մի բան, որ օրինակ փոխեի միտքս, մտածեի այլ մասնագիտության մասին եւ այդպես գնալով իմ երազանքի հետևից ավարտեցի Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, շատ կարծում եմ բարեհաջող այսպես լրագրության ոլորտում փորձում էի իմ ուժերը, երկար տարիներ աշխատել եմ լրագրող, հեռուստալրագրող, կայքում եմ աշխատել, թերթում եմ աշխատել եւ հետո ճակատագիրը ինձ բերեց քաղաքականություն, իսկ խմբակների մասով նաեւ հարցրեցիք։ Ես հիշում եմ իմ մանկության տարիներին շատ մոդա էր, որ առհասարակ մեր ծնողները փորձում էին իրենց չստացված երազանքները, չիրականացված երազանքները պրոյեկտել սեփական երեխաների վրա եւ այն ինչ իրենք ցանկացել են ժամանակին եւ հնարավորությունների բացակայության կամ այլ հանգամանքներով պայմանավորված իրենց մոտ չի ստացվել, իրենք իրենց երեխաների վրա էին ուսերին էին դնում այդ ցանկությունների կատարումը։ Ես հիշում եմ, որ իմ երկու քույրերը շատ դժկամությամբ գնում էին դաշնամուրի, որտեղ մայրիկս ամբողջ կյանքում երազել էր սովորել եւ կարողանալ նվագել դաշնամուրի վրա։ Իմ պարագայում այդպես չէր, հակառակն էր իրականում։ Երևի շատերը հիմա կզարմանան, մենք քանի որ 3 քույր էինք եւ դեռևս ծնված չէր եղբայրը, այդպես չծնված տղայի իղձերը եւ այսպես ցանկությունների կատարումը եւ քանի որ նաեւ ես մեծն էի, տեսնում էին իմ մեջ ծնողներս եւ ես գնում էի կարատեի։ Այո, ես գնացել եմ կարատեի, բայց պետք է մի հատ շատ կարևոր բան ասեմ, որ ի տարբերություն քույրերիս, որոնք գնում էին դաշնամուրի, ես շատ սիրով էի գնում կարատեի, հետո նաեւ պատանեկության տարիքում այդպես նաեւ մոտս ցանկություններ առաջացել, այդ հավանաբար ռոմանտիզմն է, որը բոլոր աղջիկներին ինչ որ մի փուլում
այսպես ուղեկից դառնում է, ես հիշում եմ, որ ես ցանկանում էի ուժային համակարգում աշխատել, քանի որ նաև հայրս զինվորական էր, ուզում էի պաշտպանության նախարարությունում աշխատել, զինվորական ծառայության անցնել, բայց հետո իրականում այդ ռոմանտիզմը անցավ եւ հասկացա, որ իմը այդուհանդերձ լրագրությունն է, այդ ռոմանտիկայի պահը պետքա խոստովանեմ, որ հա եղել է, բայց շատ կարճատև է։ Ինչ եք փորձում ապացուցել ինքներդ ձեզ եւ ինչու՞ չէ նաեւ աշխարհին դեռ մանկուց։ Շատ այսպես ավանդական, դասական, հայկական ընտանիք է եղել մեր ընտանիքը։ Ոչ թե ցանկացել եմ ապացուցել, այլ շատ աշխատասեր եմ եղել եւ շատ պարտաճանաչ եմ եղել, իսկ պարտաճանաչությունը ինձ նաեւ կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել, նաեւ հիմա ցանկացել եմ, որ իմ նպատակը ի կատարածվի, այն է, որ ես ընդունվեմ ժուրնալիստիկայի ֆակուլտետ, դառնամ լավ լրագրող, լավ մասնագետ դառնամ, այդպիսի մեծ աշխարհացունց ինչ որ բաներ չեմ ունեցել, քանի որ արդեն ասացի, որ տրավմաներ էլ չեմ ունեցել, այսինքն դրան հակառակ ինչ որ բանով սիրտս չի լցվել եւ փորձել եմ այսպես փարատել ինչ որ ճակերտավոր վրեժի ինչ որ բանի զգացողություն չեմ ունեցել։ Շատ ցանկանում էի եւ ծնողներս էլ գիտեին դրա մասին եւ տեսնում էին իմ ջանքերը, իսկ այդ տարի, որ ես ընդունվեցի ժուրնալիստիկայի ֆակուլտետ, շատ բարձր էր կոնկուրս ասվածը, շատ բարձր է, շատ դժվար էր ընդունվել առհասարակ ֆակուլտետ եւ մեր կուրսն էլ բավականին այսպես ուժեղ կուրս էր։ Հիմա դաշտում իմ գործընկերները բարեհաջող իրենց գործունեությունը ծավալում են։ Երևի մանկության կամ պատանեկության հիմնական նպատակը կապված էր մասնագիտություն ձեռք բերելու եւ լավ մասնագետ լինելու հետ։ Մանկությունից առաջարկում եմ անցնել պատանեկության, քիչ առաջ նշեցիք, որ տրավմաներ չունեիք, բայց ենթադրում եմ, քանի որ մեզնից յուրաքանչյուրս պատանի տարիքում բարդույթներ, կոմպլեքսներ ունենում է, դուք նույնպես բացառություն չէիք, եթե ունեիք, որոնք էին այդ բարդույթները եւ ինչպես հաջողվեց տարիների ընթացքում, այսպես ասած, հաշտվել այդ բարդույթների հետ։ Գիտեք, մանկության տարիներին ինչի բարդույթներ ավելի քիչ են ունենում, քան ավելի հասուն տարիքում կամ օրինակ պատանեկության տարիներին, որովհետև դու քո շփումը ըստ էության ավելի սահմանափակ է, դու ավելի սահմանափակ թվով ըստ էության մարդկանց հետ ես բախվում եւ այն թեմաները, որոնք քննարկելի են դառնում ավելի հասուն տարիներին, թեկուզ պատանի երիտասարդ տարիներին, մանկության տարիներին ենթակա չեն ըստ էության քննարկման նյութ դառնալու։ Բարդույթի հետ կապված երևի կառանձնացնեմ են, որ ուսանող տարիներին ակնոցներ էի կրում։ Շատ հաստ, այսպես ապակիներով ակնոցներ էին, տեսողության խնդիր իրականում շատ լուրջ ունեի, կորճատեսություն ունեի, հիշում եմ, եւ կոմպլեքսավորվում էի այդ ակնոցներից, ինձ թվում է հազարավոր երիտասարդներ երևի այդ փուլը դպրոցում կամ թեկուզ ուսանող տարիներին, երևի ավելի դպրոցական հասակում, առաջին կուրսում էի, որ այդ ակնոցներս կրում էի, հետո եւս մեկ անգամ հասկացա, որ պետք է լավ մասնագետ դառնամ, լավ գումար վաստակեմ եւ այն բոլոր ցանկությունները եւ նպատակները, որ ունեմ, իմ աշխատած գումարով կյանքի կոչեմ, հետո իհարկե աչքերս վիրահատեցի բարեհաջող եւ ազատվեցի այդ բարդույթից։ Բայց ակնոցը ըստիս ձեր իմիջի մի մասնիկն էր, ձեզ Հիմա մի փոքր հետ եկել այսպես ասած խնդիրը, հիմա շատ մոդայկա չէ, մարդիկ, որոնք օրինակ տեսողության խնդիր չունեն, հատուկ ակնոց են դնում ընդգծելու համար, թե որքան խելացի են իրենք, առհասարակ մեր օրերում մարդիկ ամեն ինչ փորձում են անել ցույց տալու համար, որ իրենք այն կերպարն են, որը իրենք պատկերացնում են իրենց գլխում։ Հա, հիմա շատ ավելի մոդա է, բայց այդ տարիներին եւ հատկապես նաեւ դպրոցի վերջին ըստ էության դասարաններում տեսակ այդ խնդիրը կա։ Հիմա էլ կա երևի ենթադրում եմ դպրոցներում երևի ինչ որ տեղերում այդ խնդիրը կա։ Չեմ ուզում ասել ինչպես է, ինչ է ասում այդ երեխաներին, ովքեր կրում են ակնոցներ։ Խոսելով կերպարից, ուզում եմ անպայման նշեմ, որ հրապարակային ձեր կերպարը բավականին վառ է
եւ հետաքրքիր է այդ կերպարի քանի տոկոսն եք իրականում դուք եւ արդյոք ընտանեկան միջավայրում հարազատների հետ նույն մարդն եք, ինչ օրինակ ազգային ժողովի ամբիոնում կամ առհասարակ հեռուստաէկրաններին։ Դե երևի որ շատ ուզեմ էլ չեմ կարող վարդ չլինեմ հաշվի առնելով մազերիս գույնը, որը համառորեն այսպես փոփոխության չեմ ենթարկում եւ մի արձանագրում եմ ինքս ինձ համար արել, որ մեկնաբանություններում, նյութերի մեկնաբանություններում ամենաշատ այսպես քննարկվող եւ թիրախավորվող թեման իմ մազերի երանգն է։ Բովանդակությունը քննարկման նյութ չի դառնում։ Դա ճիշտ է, սխալ է, օբյեկտիվ է, սուբյեկտիվ է, դա կարևոր չի։ Կարևորը ավելի մազերի երանգն է, այս իհարկե կեսկատակ, կեսլուրջ։ Իրականում ենթադրելի է, որ պետք է ասեմ, եւ կամ մարդիկ կարծում են օրինակ, որ մարդու կերպարի մեջ ավելի արհեստական է այն հատվածը, որտեղ ինքը հրապարակային գործունեություն է ծավալում եւ տանը եւ ընտանիքում եւ մտերիմների շրջապատում ավելի շատ ինքն է։ Իմ դեպքում ես արձանագրել եմ, որ հակառակն է։ Վերջերս ընտանեկան մի հարց էինք քննարկում եւ շատ բորբոքված կարծիքս ասում էի, շատ բորբոքված այսպես, մի քիչ հունից դուրս եկած եւ էմոցիոնալ եւ եղբայրս ասեց հանգստացի Ագնես, դու ազգային ժողովում չես, հանգստացի, այսինքն ընտանիքի անդամները, մտերիմները, հարազատները, ընկերները, բարեկամները երբեմն ավելի արձանագրում են, որ այդ շրջապատում ես ավելի իսկականն եմ ըստ, քան անգամ ազգային ժողովում ամբիոնից ելույթ ունենալուց կամ հարցազրույց տալուց, որտեղ գուցե ինչ որ բաներ ըստ դեռ մի բան էլ զսպում եմ եւ դեռ մի բան էլ փորձում եմ ավելի մեղմացնել։ Նույն մարդն եմ կարծում եմ։ Առաջարկում եմ այս պահին անցում կատարել գործունեությանը անձնական պրիզմայով։ Անցնենք։ Եվ այսպես կինը տղամարդկանց աշխարհում։ Ինչն է ձեզ համար ամենադժվարը քաղաքականության մեջ որպես կին։ Ես առհասարակ չեմ սիրում, երբ որ առանձնացնում են կնոջը եւ տարբերակում են այսպես քաղաքականության մեջ։ Ես կարծում եմ, որ մեր տղամարդիկ երբեմն թող ինձ ներեն իմ բոլոր գործընկերները, բայց քաղաքականության մեջ կամ առհասարակ կյանքում ես նկատել եմ, որ ավելի շատ ունեն հոգատարության, սիրո, աջակցության, ջերմության, գովեստի խոսքեր լսելու կարիք։ Կանայք իրականում եւ Հայաստանում կամ եւ հատկապես Հայաստանում, եկեք խոստովանենք, որ շատ ավելի ուժեղ են։ Հիմա ինձանից կնեղանան տղամարդիկ իհարկե, բայց եւ շրջապատում եւ քաղաքականության մեջ ես ֆիքսել եմ, որ կանայք շատ ուժեղ են իրականում։ Եվ ի տարբերություն տղամարդկանց, որոնք փոքրուց ինչ որ բոնուսներ ունեն։ Օրինակ դժվար է պատկերացնել, չէ՞, որ աղջիկ երեխային մայրը ջուրը կբերի կտա սիրով կամ չգիտեմ, ինքը սովորա որ պետքա գնա, բաժա կվերցնի, իր ջուրը խմի։ Այսինքն տղամարդուն միշտ ավելի փոքրուց այսպես սպասարկում են, չէ՞, ավելի առանձնացնում են աղջիկ երեխաներից։ Հիմնականում հիմա մի քիչ իհարկե փոխվել է, ընդունում եմ, որ փոխվել է, բայց ընդհանուր տենդենսը նկատի ունեմ, որ ակնհայտ այս օրինակ նորանկախ Հայաստանի Հանրապետության շատ վաղ ժամանակներ չեմ ուզում գնալ, ավելի վատ է եղել, կարծում եմ իրավիճակը եւ վստահաբար այդպես է։ Այսինքն փոքրուց իրենք բոնուսներ ունեն եւ այդ բոնուսներով ապրում են։ Հետո գալիս է մի պահ, երբ որ այդ բոնուսները չկան։ Ինքը միայնակ է, այն աջակցությունը, որ եղել է, հիմա չկա։ Ինքը ինքնուրույն պետք է այդ հարցերը լուծի ու այդ բացը զգացնել է տալիս։ Աղջիկները ավելի պատրաստական են, ավելի ուժեղ են, ավելի համարձակ են։ Ամենակարևոր բանը, որ ավելի համարձակ են իրենք։ Այս առումով դրա համար այդքան ինձ համար ընդունելի չի լինում, երբ որ այսպես խոցված կնոջ են ներկայացնում քաղաքականության մեջ կնոջը, բայց այստեղ շատ կարևոր բայց կա։
Քաղաքականության մեջ մի հատ անազնիվ բան կա, եւ դա իմ մաշկի վրա զգացել եմ, եւ իմ կին գործընկերներն էլ են դա զգացել։ Թիրախավորում են կնոջը, կնոջ արտաքինը դեռ ոչինչ, տղամարդուն էլ կարող են արտաքինի համար թիրախավորել, բայց սովորաբար օրինակ չեն թիրախավորում, չեն ասում, ես ինչը շատ գեր է, բայց կնոջ դեպքում դա ընդգծված կարող են շեշտել։ Շատ են թիրախավորում կնոջը հարվածելու համար, հատկապես որ այսպես ասած կոռումպացված չի, թալանած չի, չգիտեմ, տարբեր որակումներ այսպես չունի ինքը, ամենահեշտ բանը գտել են, որ կնոջը թիրախավորելու լավագույն լուծումը եւ տարբերակը դա կնոջ անձնականը, կնոջ կյանքը քննարկման թեմա դարձնելն է։ Եվ տարատեսակ մարդկանց հետ անձնապես կապելը։ Դա իմ հետ էլ ա եղել, դա իմ կին գործընկերներից շատերի հետ ա եղել։ Այսինքն ամենաանբարոյական հարվածն են հասցնում կնոջը համարելով, որ այլ տարբերակ չկա էմոցիոնալ ազդելու կնոջ վրա։ Կարող են թիրախավորել երեխային, կարող են օրինակ երեխայի լուսանկար տարածել, ամենաանբարոյական բաները կարող են տարածել լուսանկար տարածելով կամ կնոջ ինչ-որ լուսանկար տարածելով, ինչ-որ մեկի հետ անձնական ինչ-որ կապեր հորինելով, դա իրականում շատ մեծ անբարոյականություն է եւ միակ բանն է, որ տհաճ է։ Իրականում տհաճ է, որովհետեւ նորմալ է քննադատությունը, նորմալ է, որ քո խոսքը կարող են չընդունել, չընկալել, շատ բնական է օրինակ, որ ինչ-որ զայրացած քաղաքացի կարող է անգամ վիրավորել քեզ փողոցում, այսինքն այդ ամեն ինչը, եթե դու որոշել ես զբաղվել քաղաքականությամբ, շատ բնական է, որ այդ ամեն ինչի միջով պետք է անցնես։ Եվ ամենացավալին, որ դա այնպես չի, որ անում է իշխանությունը ընդդիմության նկատմամբ, շատ հաճախ իմ դեպքում օրինակ եղել է, որ դա արել են ընդդիմադիր գործընկերներ։ Այո։ Եվ դա շատ մեծ ամոթ է իմ կարծիքով եւ ես կարծում եմ, որ քաղաքական դաշտը պետքա մաքրվի նման մարդկանցից եւ գործելավոճից։ Նշեցիք բազմաթիվ բացասական կետեր, որոնց հոգեպես այսպես ասեմ, պետք է պատրաստ լինել։ Բայց մենք նաեւ առավելություն էլ ունենք կանայք այսպես երբ որ իրավիճակը կարող է սրվել, հասնել բռունցքների, մենք այդտեղ լեգիտիմ իրավունք ունենք միջամտելու այդ ամեն ինչի, վստահ լինելով, որ տրամաբանությունը հուշում է, որ հարվածներ քո վրա չես ստանա, այսինքն այդպես նաև խաղաղարար կերպար կարող ես նման իրավիճակներում կամ լավ ինչ որ իրավիճակներում, այդ թվում էս իրավիճակում ստանձնել։ Առաջին հարցը, որը ձեր պատմածից հետո եկավ իմ մտքին, երբևէ եղել է դեպք, երբ ձեր ընտանիքի անդամները խնդիր դնեն ձեր առջև դուրս գալ քաղաքականությունից, զերծ մնալով այս ամեն ինչից, ինչը հենց հիմա պատմեցիք, ձեր հանգստության համար։ Չէ, իրականում ճիշտ հակառակն է եղել մեր ընտանիքում։ Ես հիշում եմ, որ մայրս հատկապես այդ գործունեությանս այսպես սկզբնական կամ սուր պահերին, երբ որ սրվում էր քաղաքական իրավիճակը ավելի, բոլոր մեկնաբանություններին պատասխանում էր։ Եվ բոլորին փորձում էր համոզել, որ ես այն մարդը չեմ, ում դուք պատկերացնում եք, այդպես նաիվ այո բնավորություն ուներ մայրս, իսկ ինձ մոտ շատ հստակ մի հատ այսպես չգրված օրենք կա, իմ ընտանիքի անդամներին ես չեմ ներգրավում քաղաքականության մեջ։ Օրինակ ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր ներգրավում են իրենց ընտանիքի անդամներին քաղաքականության մեջ եւ հետո նեղանում են, որ երեխաները դառնում են թիրախ, որովհետեւ եթե դու ներգրավում ես, դու պետք է սպասես, որ կլինեն նաեւ հարվածներ, կլինեն լավ խոսքեր, բայց նաեւ կլինեն հարվածներ եւ շատ այսպես ջղայնացած, բորբոքված մայրիկիս այդ կոմենտներից, մեկնաբանություններից օգնականս ուղարկում էր
ժողով հրավիրեցի ընտանեկան եւ ասեցի եկեք մի բան ենք որոշում, հայրս էլ էր մեկնաբանություններ գրում, բոլոր նյութերի տակ համարում էր իր պարտքը պաշտպանելու դստերը։ Ես շատ իրականում բարկացած էի, շատ ջղայնացած էի, ընտանեկան ժողով հրավիրեցի եւ շատ կտրուկ հարցը դրեցի, որ եկեք մի բան որոշենք, ով է մեր ընտանիքից զբաղվում քաղաքականությամբ, կամ ես եմ զբաղվում, կամ դուք եք զբաղվում։ Եթե դուք եք զբաղվում քաղաքականությամբ, ես դուրս գամ քաղաքականությունից։ Դրանից հետո այդ մեկնաբանությունները ավարտվեցին եւ որևէ բան, որևէ մեկին մայրս էլ չէր փորձում ապացուցել, բայց ես որպես ծնող իրեն հասկանում եմ, իրենք փորձում են պաշտպանել իրենց երեխային, բայց մյուս կողմից էլ ես չէի ուզում, որ իմ ծնողները դառնան ըստ էության նաև հանրային կերպարներ, որը ինչպես արդեն ասեցի, դրան հետևելու էր նաև հարվածներ ստանալը։ Երբևէ ստիպված եղել եք ընտրել քաղաքական շահը խղճի փոխարեն։ Երբեք շատ պատասխանատու հայտարարում եմ, երբեք այդպիսի բան չի եղել։ Առհասարակ մի բանը, եթե իմ խղճով չի, եւ ես չունեմ այդ համոզմունքը, նաեւ կյանքում միայն քաղաքականության մեջ չես ընտրություններ կատարում, որոշումներ կայացնում, կյանքում ամեն օրը քո ընտրությունն է։ Դու ամեն օր մի բան ընտրում ես։ Երբևէ չի եղել իրավիճակ, երբ որ իմ ընտրությունը կամ իմ քայլերը կամ իմ քայլերի հաջորդականությունը հակասի նրան, ինչ զգում եմ ներսումս։ Այդպիսի իրավիճակ եւ ինձ շատ լավ ճանաչող մարդիկ, իմ շատ մտերիմ մարդիկ, իրականում շատ չեն այդ մարդիկ, բայց այդ մարդիկ գիտեն, որ ես երբեք չեմ անի մի բան, որ իմ խղճին, իմ համոզմունքներին ավելի լայն ձևակերպում, եթե տալու լինենք, իմ պատկերացրածին, իմ մտածելակերպին, իմ աշխարհայացքին կարող է հակասել։ Ես չեմ կարող ապրել պարզապես եւ շատ արագ նաեւ այսպես ակնհայտ կդառնա, որ կեղծում եմ, կամ այստեղ եմ կեղծում, կամ այնտեղ եմ կեղծում։ Իսկ առհասարակ եղել է դեպք, երբ ձեր կարծիքը հակասի թիմի կարծիքին կամ առհասարակ հանրության կարծիքին, ու ինչպես վարվեցիք այդ ժամանակ։ Եղել է դա։ Առհասարակ մեր թիմի մասին պատկերացումները առասպելական են, իշխանությունները նաև ենթադրում եմ հասարակության ինչ-որ հատված պատկերացնում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսպես ուսանողների նման բոլորիս նստեցնում է, վերդիկտը ասում է եւ ժողովն ավարտվում է, իրականում այդպես չի, ես ձեզ վստահեցնում եմ, անգամ վերջերս նախագահին ասում եմ, պարոն նախագահ, մեր այս քննարկումներից հետո գիտեք ինչ ցանկություն է մոտս առաջանում, որ ինչ որ ձև հասանելի լինի մեր այս քննարկումը հանրությանը, որ մարդիկ տեսնեն, թե մենք հարցերը ոնց ենք քննարկում, ոնց ենք հանգում որոշման, որ դուք կարող եք ասել մի բան եւ ես դեմ լինեմ դրան եւ հակառակը։ Այսինքն մարդիկ պատկերացնում են, որ դա այսպես ենթակայի եւ ղեկավարի շեֆի, իսկ ավելի որոշ մարդկանց ընկալումներով քաղաքականության մեջ ղեկավարը շեֆ է, բայց երբեք մեզ մոտ այդպես չի, կարող են ընկալել, որ դա ենթակայի եւ շեֆի հարաբերություններ է։ Շատ է եղել իրականում, որ մենք որևէ հարցի վերաբերյալ, օրինակ կայացրել ենք որոշում, որ մեր օրինակ ֆրակցիայի, մեր խմբակցության որոշումը այս հարցի վերաբերյալ սա է, բայց դա իմ կարծիքը, որ ես արտահայտել եմ նաև խմբակցության նիստի ժամանակ կամ ավելի լայն ֆորմատով ժողովի ժամանակ չի համընկել իմ կարծիքի հետ, բայց գիտեք, մյուս կողմից էլ թիմային աշխատանքը հենց դրանով է թիմային աշխատանք, որ դու ինչ որտեղ պետքա նաև ենթարկվես թիմի կայացրած որոշմանը, որովհետև թիմում մենք նաև քվեարկություններ ենք իդեպ անում որոշումների կայացման համար, որտեղ կարող է քո կարծիքը կիսել է երկու հոգի, բայց այն կարծիքը, որը որ հրապարակվել է, այն դիրքորոշումը, որը որ հրապարակվել է խմբակցության անունից,
25 հոգի է օրինակ կողմ եղել այդ կարծիքին, այսինքն դու այդտեղ փոքրամասնություն ես, դա քո կարող է սուբյեկտիվ ընկալումը լինի, բայց երբեք չի եղել իրավիճակ, որ ես վախենամ, օրինակ մեր քննարկումների ժամանակ, ներթիմային քննարկումների ժամանակ բարձրաձայնեմ իմ կարծիքը։ Տեղյակ եմ, որ ակտիվ զբաղվում եք սպորտով։ Ուժային, պիլատես, սա պարզապես սիրելի մարզաձև է, թե քաղաքականության մեջ պակասող ներդաշնակության փնտրտուք։ Ուժային եմ անում իրականում, շատ ծանր քաշեր, հա, զբաղվում եմ արդեն տևական ժամանակ է, շատ լիցքավորվում եմ իրականում, մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվի եւ հատկապես մարդով, որ սպորտով չի զբաղվում, որ ոնց կարելի է օրինակ ծանր աշխատանքային օրվանից հետո կամ օրինակ առավոտյան շուտ իմ դեպքում հիմնականում ավելի երեկոյան կողմերի գնալ ու ինչ որ ծանր քաշեր բարձրացնել, իրականում դա հոգնածություն տալա թոթափում եւ նոր լիցքեր է քեզ հաղորդում, միտքդ պայծառանում է ավելի, երջանկության հորմոններ են դեպ նաև արտադրվում պարապելուց, այո, ես իրականում շատ սիրում եմ պարապել եւ երևի լիցքաթափվելու, թոթափվելու, քաղաքական ինչ որ բեռից նաև թոթափվելու, գուցե կամ լարված օրվանից թոթափվելու եւ առավոտյան թարմ սկսելու համար, հա, ինձ իրական շատ Այսինքն հոգնածության զգացողություն։ Ոչ, հոգնածության զգացողություն իրականում հակառակը։ Եթե դու հոգնած ես լինում, բայց տրամադրված ես հոգեպես որ լավ, այսպես պարապմունք ես ունենալու, դու վերալիցքավորվում ես ըստ էության։ Զրույցի ամենաանկեղծ հատվածն է այս հատվածը ըստ իս, որովհետև խոսելու ենք վախերից, հույզերից, էմոցիաներից։ Կմտաբերեք դեպք, երբ վերջնականապես հույզերը տեղի տվեցին, շատ նյարդայնացաք եւ որ քննադատությունն էր դրա պատճառը։ Ես իրականում ինձ շատ հավասարակ շռած մարդ եմ համարում, իհարկե թերություններ ունեմ, չգիտեմ դրանց անդրադառնալու ենք թե չէ, բարդ գծերին բնավորությամբ կարող եմ խոսել հիմա էլ, հավասարակ շռած մարդ եմ ինձ համարում եւ շրջապատում էլ կարծում եմ այդպես եմ կարծում, բայց նոյեմբերի 9-ից հետո ես ամբողջությամբ կորցրել էի ինքնատիրապետումս, նախ շատ վատ էի, ես չէի կարողանում 2 օր, 3 օր անկողնուց վեր կենալ պարզապես, եւ երբ որ բերում է հիշողությունները Facebook-յան, իմ գրառումների, ես չեմ հավատում, որ դա ես եմ գրել։ Ես կարծում եմ մեր հազարավոր քաղաքացիներ իրականում այդ վիճակի մեջ էին հայտնվել, ինձ համար դա անձնական ողբերգություն էր Արցախի կորուստը, արդեն դրանից հետո ամբողջությամբ շատ ծանր եմ իրականում տարել, բայց հետո արդեն ավելի ինքնամփոփ դարձա հույզեր արտահայտելու տեսանկյունից, բայց նոյեմբերի 9-ին ես պարզապես ինքնատիրապետումս կորցրել էի եւ վատ էի եւ այնպիսի բաներ էի գրում, այնպիսի բաներ էի ասում, որոնք առհասարակ ինձ բնորոշ չէին, իմ բառապաշարին, իմ լեզվամտածողությանը, երբ որ բերում է հիշողությունները, դե Facebook-ը պարբերաբար բերում է, չէ՞։ Ես կարդում եմ ու ասում եմ, ես չեմ գրել։ Ես ուղղակի չեմ հավատում, որ այդպես գլխիվայր շուռ էր եկել կյանքը իմ համար, ու իսկ անկեղծ եմ ասում։ Այնպես չի, որ ինչ որ կերպար եմ փորձում ստեղծել ինձանից, ինձ համար անձնական ողբերգություն էր, որտեղ ես մտքից ծայրով չէի կարող անցկացնել, որ մենք կկորցնենք Ղարաբաղ, որ Շուշին կընկնի, լավ, ավելի պատկերավոր ասեմ, որ մարդիկ պատկերացնեն վերջնական հարվածը ինձ, իմ հոգուն եւ գիտակցությանը, դա Շուշիի կորուստն էր, որտեղ դա պատկերացնում է ինչ որ տարածքների կորուստ, պատերազմը որ սկսել էր, դրական ելք չէին կանխատեսում, ինֆորմացիան գիտեինք, որ չէր համապատասխանում արդեն ինչ որ փուլից, բայց Շուշիի կորուստը ինձ համար դա աներևակայելի բան էր, այսինքն կյանքում երբեք չէի պատկերացրել իրավիճակ, որտեղ Շուշին չի լինի։ Տարածքային կորուստներ, այո, այսպես գիտակցությունս հարմարացրել էր ինձ դրան, որ կարող է լինել, բայց Շուշիի կորուստը այդ վերջնական
հարվածներ ինձ այդ ժամանակը այո եղել։ Տխուր նոտաների առաջարկում եմ այլևս չանդրադառնալ, որովհետև ես էլ Արցախից եմ, ինչպես գիտեք, ես էլ եմ հուզվում, բայց քիչ առաջ ասացիք, որ ցանկություն ունեք պատմելու, կիսվելու ձեր բարդ բնավորության բարդ կողմերի մասին։ Ինձ շատ հետաքրքիր է։ Սիրով պատմում։ Նախ ես ինձ բարդ մարդ չեմ համարում, այդ կփաստեն իմ մտերիմ մարդիկ, ամենամտերիմ մարդիկով, որոնց իսկ այդպիսի մարդիկ շատ չեն, կարող է թվա որ շատ են, չէ՞, կողքից, բայց այդպիսի մարդիկ շատ չեն, ովքեր շատ մոտ են ինձ։ Ես մի քիչ խուսափում եմ շատ մարդկանց, շատ մոտ թողելուց, այսինքն կան մարդիկ, որոնք այո, շատ մոտ են ինձ, բայց դրանց թիվը շատ քիչ է, եւ ես կարծում եմ, որ այդ մարդիկ կփաստեն, որ բարդ բնավորություն առանձնապես չունեմ, բայց որը նաեւ վատ է կարծում եմ քաղաքականության մեջ։ Ես երբեմն խոսում եմ, երբ որ պետքա լռեմ, չեմ կարողանում զսպել արտահայտելու իմ կարծիքը, քաղաքական ելույթների մասին չի խոսք իրականում, դրանցից դուրս, չգիտեմ, բանակցությունների, ինչ որ բանակցային ֆորմատի հանդիպումների կամ առհասարակ նույն ներթիմային քննարկումների ժամանակ չեմ կարողանում ես լռել եւ այն ժամանակ, երբ որ պետքա լռեմ մի երկու րոպե, հետո իմ հեղինակավոր կարծիքը ասեմ, ես խոսում եմ, հետո շատ դեմքի լուրջ արտահայտությամբ արդեն լռում եմ, երբ որ լռելը ոչ մի բանի օգտակար չի։ Իրականում ես շատ ուղղախոս մարդ եմ ինձ համարում, պարզ մարդ եմ ինձ համարում, բայց երբեմն նկատում եմ, որ կարող է ինչ-որտեղ մարդուն վիրավորեմ, օրինակ, կարող է իմ այդ կարծիքից, որ իսկապես այդպես է, ինքն էլ գիտի օրինակ, որ այդպես է, բայց այդ իմ ուղղախոս ասելուց, ուղղախոսությունից իմ հետ զգամ, որ կարող է խոցվի դիմացինը։ Այսինքն, օրինակ ավելի լավ կլիներ, ավելի դիվանագետ գտնվել նման իրավիճակներում, առհասարակ շատ վատ եմ այդ առումով, բայց քաղաքականության մեջ ենթադրվում է, թեպետ չէ, այսօրվա աշխարհում տեսեք Թրամփը ինչ հայտարարություններ է անում, քաղաքականությունը երևի նաև փոխվում է, իրոք փոխվել է, նաև վերջին տարիներին է ակնհայտորեն փոխվել, վերջին 10 տարվա ընթացքում ակնհայտ փոփոխությունների է ենթարկվել առհասարակ ամբողջ քաղաքական համակարգը, քաղաքական դաշտը եւ տրամաբանությունը առհասարակ մարդիկ երևի զգում են, մարդիկ զգում են ու ես մի բան ասեմ, ես երբեմն ֆիքսում եմ, որ դու կարող ես շատ ավելի խելացի եւ վիճակագրություն փաստող միջազգային փորձ մեջբերող, այսպես շատ լուրջ մի ելույթ ունենաս եւ դա չունենա, այս դեպքում եք կանոնը դենք դիտում։ Դա լայն արձագանք նկատի ունեմ, ավելի ինչի բարձրացրեցի, որ լայն արձագանք ավելի չի գտնում հանրության մեջ։ Բայց շատ ավելի ժողովրդական կամ մարդուն հասկանալի, մարդու մաշկի համար շոշափելի մի ելույթ կարող ես ունենալ եւ լայն հանրային արձագանք գտնի։ Իրականում մարդը շատ, իսկ մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները շատ լավ, հրաշալի, ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ հասկանում են, շատ քաղաքական գործիչներից ես ձեզ վստահեցնում եմ, շատ ավելի իրանք խելացի են եւ հոտառություն ունեն։ Շատ լավ հոտառություն ունեն, մարդիկ զգում են, դիմացինը կեղծ է, թե կեղծ չի։ Իրա ելույթը ուղղակի ինչ որ մի տեղից հանած կամ չգիտեմ մտքերի շարադրանքը, չգիտեմ, օրինակ AI-ով ապահոված ինչ որ ելույթ է, թե սրտից բխող ելույթ է։ Մարդիկ այդ ամեն ինչը շատ զգում են, այս ամեն ինչը պատմեմ, որ արդարացնեմ իմ շատախոսությունը կամ չկարողանալ զսպելը։ Դա բացասաբար է երբեմն անդրադառնում, երբեմն մարդկանց խոցում եմ ես ըստեյության բամբասանքների շղթանի դեպ բամբասանքներից խոսենք, որն է ձեր մասին լսած ամենամեծ, ամենազավեշտալի բամբասանքը։ Հիմնականում քաղաքականության մեջ կանանց մի բանով կարող են խոցել։ Դա բամբասելով տվյալ կնոջ մասին, իր անձնական կյանքի մասին, իր ընտանիքի մասին, այս կամ այնձի հետ ունեցած կամ չունեցած փոխհարաբերությունների մասին։
եւ այս մասով ես կարող եմ հպարտանալ, որ իմ մասին բազմաթիվ բամբասանքներ կան տարածված։ Երևի top 10-ում եմ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կանանցից, որոնց մասին ահռելի քանակության բամբասանքի տեքստեր կարելի է նաև Դա ձեզ խոցում է։ Չէ, չի խոցում իրականում, ինձ խոցում է, որ դա կարող է խոցել իմ հարազատներին, իմ ընտանիքի անդամներին դա կարող է խոցել, այ դա է խոցում։ Թե չէ, ես կարծում եմ, որ այդ մարդիկ վաղուց պետք է հասկացած լինեին, որ ես միայն ցինիկ հումորներ եմ անում այդ բամբասանքների վերաբերյալ։ Հա, ասում եք ամենազավեշտալի բամբասանքը, շատ զավեշտալի պատմություններ կան իրականում, շատ։ Հա, պարզվում է ես ինքնասպան եմ եղել։ Սիրելի հայրենակիցներ, ես այստեղ եմ, ինքնասպան չեմ եղել, կարող եմ ցույց տալ նաև երակներս։ Գրել էին, որ ես ինքնասպան եմ եղել եւ ինչ որ բրազիլիական սերիալեր են տեղ նկարագրված։ Իրականում շատ զավեշտալի էր եւ ես հասկացա, որ ես այդ լուրը կարդալուց զայրույթի, այսպես չափաբաժինը 0 է, որտեվ դու ինչ որ մի հատ վատ բամբասանք կարդում ես, լինում է եւ ցինիկ ծիծաղ, իմ դեպքում ցինիկ հումորներ, եւ լինում է ինչ որ զայրույթի չափաբաժին այդուհանդերձ, չէ՞։ Ի վերջո կին ես, ունես հարազատներ, ընտանիք, մտածում ես, որ իրենք կարդան ինչպիսին կլինի, չէ, իրենց ինչպիսին կլինեն իրենց էմոցիաները, բայց ես հասկացա, որ միայն այսպես ցինիկ հումորի եւ ծիծաղի ու ժպիտի առիթ տվեց ինձ այդ լուրը, իդեպ հետո ասում են, որ այդ լուրը գրող ինքնասպանության փորձ է արել, ես առողջություն եմ ցանկանում բոլորին։ Ինչից եք ավելի շատ վախենում, սխալվելուց, թե թույլ երևալուց։ Ձեր քաղաքական ամենամեծ վախը։ Ոյ, սխալվելը, գիտեք, շատ բնական է։ Ես երբեմն չեմ կարողանում նաև քաղաքական դաշտում հասկանալ մարդկանց, ովքեր ամեն ինչ փորձում են անելու ցույց տալու համար, որ իրենք անսխալական էակներ են։ Դա շատ մարդկային է սխալվելը, շատ բնական է սխալվելը։ Եվ առհասարակ դու դիմացինի մոտ շատ ավելի մեծ վստահություն ես քո նկատմամբ տածում, քո հանդեպ տածում, երբ որ կարողանում ես ընդունել քո սխալը, ներողություն խնդրել կամ չգիտեմ, թեկուզ չխնդրել ներողություն, կախված նրանից, թե ինչպիսի սխալի չափը ինչպիսին է եւ ինչ անդրադարձ է ունեցել եւ ինչ հանրային արձագանք է ունեցել, բայց սխալվելը շատ բնական է։ Ես անկեղծ եմ ասում, երբեմն չեմ հասկանում, թե ինչա քաղաքականության մեջ, օրինակ վերջերս 2 դեպք այդպես եղավ եւ մենք ընկերներով քննարկում ենք, գործընկերներով քննարկում ենք, թե ինչ խնդիր կա, ասենք որ սխալվել ենք եւ ոնց է առաջ։ Ես անկեղծ եմ ասում, մարդիկ դա շատ ավելի կգնահատեն, քան երբ որ դու համառորեն փորձում ես ապացուցել, որ դու որևէ սխալ թույլ չես տվել։ Այս երկրագնդի վրա չկա մարդ, որը սխալ թույլ չի տվել, չի տալու։ Ինչն է ձեր բնավորության մեջ ամենից շատը խանգարում ձեզ փոքր-ինչ ավելի երջանիկ լինելու համար։ Երջանիկ լինելու։ Տեսեք, ես այսպես ձևակերպեմ հարցը, երևի ավելի շատ նեղվում եմ, որ իմ օրինակ բնական վիճակի մեջ չեմ կարող լինել, օրինակ ձեր հաղորդմանը գալու համար ես 1 ժամ պատրաստվել եմ, այսինքն, բայց կյանքում ավելի սիրում եմ, չգիտեմ, թեթև մեյքափ, օրինակ, ավելի նախընտրում եմ, եթե օրինակ ազգային ժողովի օրեր չի, ցածրակրունկներ, այսինքն թեկուզ ոճային տեսանկյունից ավելի այսպես հարմարավետության կողմնակից է։ Երևի ամենաշատը նեղվում եմ նրանից, որ օրինակ ինչ որ տեղ ես գնում, ինչ որ գործով պետքա ապահովված լինի քո տեսքը, որովհետև հանրային լինելը ենթադրում է նաև հաշվետու չէ լինել հասարակության առաջ, բայց իմ ամենասիրած բանը պետքա խոստովանեմ այդ գաղտնիքը, դա կապիշոնը գլխիս ման գալն է, որ ուղղակի օրինակ ուզում ես մենակ լինես այդ ընթացքում, որևէ մեկի հետ չես ուզում կոնտակտի մեջ մտնել։ Երևի այսպես ամբողջական երջանիկ լինելու համար դա այդպես փոքրիկ
փոքրիկ այսպես խոչընդոտ է, որ դու միայն դու չես ըստ էության, բայց մյուս կողմից էլ օրինակ լինում է, որ այդպես ուզում եմ առանց այսպես հատուկ ինչ որ արարողության առանց պատրաստվելու տնից դուրս գամ, ինչ որ չգիտեմ, խանութ գնամ կամ մենակով օրինակ ուզում եմ զբոսնելու, բայց մեր քաղաքացիներին, որ անգամ այդ իրավիճակում ճանաչում են քեզ, որևէ հարցով մոտենում են կամ իրենց օրինակ էմոցիաներն են փոխանցում, իրենց դրական կարծիքն են փոխանցում, տենց ամբողջությամբ այդ պահին ոնց որ ամբողջությամբ այդ պահին ասում ես լավ դեպի ես ուզում այս ընթացքում դու մենակ մնալ, Էլ ինչից եք ոգեշնչվում, ինչից են փայլում ձեր աչքերը։ Մեր բացառապես մի բանից, մեր քաղաքացիների ջերմ խոսքերից, բացառապես դա է ոգեշնչանքի ըստ էության աղբյուրը, պետք է անկեղծ խոստովանեմ, լինում է պահեր, եղել է, որ այսպես պարզապես ինքս ինձ ասել եմ, քո ինչին է պետք է ամեն ինչը, քո ինչին է պետք, այսինքն դառնալ քննարկման առարկա, քո մասին այդպիսի բաներ տարածեն, լեգենդներ, կամ անընդհատ այդ լարվածության մեջ ազգային ժողովում, հատկապես հարց ու պատասխանի ժամանակ, ահռելի նյարդեր է նաև դրա համար պահանջում, լինում է, եղել է իրավիճակներ, որ ասել եմ, քո ինչին է պետք, ես ինքս ինձ հետ խոսել եմ, բայց հետո որ չգիտեմ նստել եմ տաքսի, օրինակ տաքսու վարորդը ինչ որ բան է ասել, իր խնդիրն է բարձրաձայնել, հետո զանգել է շնորհակալություն է հայտնել, կամ ինչ որ մարդ, որին օգտակար ես եղել, որը շատ ավելի երկար ճանապարհ պետք է անցներ, ինչ որ բյուրոկրատական քաշքշուկի մեջով պետք է անցներ, որ իր հարցը լուծվել է, եւ հետո շնորհակալ է քեզ դրա համար լինում, կամ պարզապես մարդ, որին ոչ մի բան պետք չի, ինքը ուղղակի իր հիացմունքի խոսքերն է ուզում հաղորդի եւ հաղորդում է, բոլոր այդ մարդկանցից ես ներշնչվում եմ եւ կարծում եմ, որ դա ամենակարևոր գնահատականն է։ Իսկ պահերին, երբ զգում եք, որ սպառվել են ուժերը, ձեր խաղաղությունը որտեղ եք փնտրում եւ գտնում։ Ես անկեղծ պետքա լինեմ, եղել է, երբ որ հասկացել եմ, որ այլևս ուժ չունեմ, ինչ որտեղ չեմ փնտրում խաղաղություն, հնարավոր չի գտնել կամ ինչ որ մի բան անել եւ ամիջապես լիցքավորվել։ Ես շատ փոքրիկ դադարներ եմ տալիս։ Իրականում ինձ լիցքավորում է դադարը, լցնում է այդ փոքրիկ դադարը եւ մարդը պետքա այդ հնարավորությունից ըստ էության լեգիտիմ հնարավորությունից օգտվի, փոքր դադարներ տալու եւ հետո ավելի մեծ թափով առաջ շարժվելու։ Տիկին Խամոյան օրեր առաջ մենք զրուցում էինք, քննարկում էինք հայց հաղորդման մանրամասները եւ դուք ինձ գաղտնիքով այսպես ասեմ, ասացիք, որ ունեք ֆիրմային ուտեստ, որը ձեր ընկերները, հարազատները սիրում են եւ խնդրում են իրենց համար պատրաստել։ Կկիսվեք նաեւ հեռուստադիտողների։ Ես պետքա անկեղծ խոստովանեմ, ես պատրաստել չեմ սիրում, անկեղծ եմ ասում։ Գիտեմ իհարկե պատրաստել, դա շատ բնական է, բայց այդպես հատուկ սեր ուտելիք պատրաստելու նկատմամբ անկեղծ եմ ասում, չունեմ, բայց մի հատ թխվածք ունեմ, որը այո, ֆիրմինն է, ինչպես ասել էի, դա հատուկ ընկերների համար, հատուկ օրերի պատրաստում եմ, սմետանայով է ինքը, կրեմ չունի իրականում, տարբեր հատապտուղներով է եւ կոչվում է ռազվարինա։ Այդպես միայն կարող եմ հպարտանալ դրանով եւ ընկերների շրջանում եմ հիմնականում այդպես մուրադի դեմքով կանգնում եւ այդ թխվածքն եմ պատրաստում, բայց առհասարակ, անկեղծ ասած պատրաստել չեմ սիրում։ Օրինակ շատ սիրում եմ հարթուկ անել, շատ եմ սիրում հարթուկ անել։ Այո, ես ամբողջությամբ կարողանում եմ հանգստանալ։ Իմ համար մեդիտացիա է հարթուկ անելը։ Կարող է շատ զավեշտալի աղջիկ, բայց ես հանգստանում եմ, այո, հարթուկ անելուց շատ եմ սիրում։ Որպես պարզապես հայկին, ինչ երազանք ունեք եւ առհասարակ ինչպիսի Հայաստան եք պատկերացնում տարիներ անց ձեր զավակների համար։ Ամենակարևորը անվտանգ, ամենակարևոր բանը այսօր անվտանգությունն է, ու ձեզ մի բան ասեմ, խոսքը միայն արտաքին անվտանգության մասին չի։ Խոսքը, որ ասեցիք նաև որպես հայկին, խոսքը ներքին անվտանգության մասին է։ Այսօր որևէ ծնող հանգիստ չի կարողանում
իր գլուխը դնի բարձին, եթե իր 20 տարեկան երեխան օրինակ դրսում է, որովհետև չգիտես ինչ իրավիճակ կարող է լինի, ով ում վրա կարող է թարս նայի, ով ում կարող է ազդանշանը մի քիչ ավելի բարձր տա, եւ դա ինչպիսի դառը հետևանքներ կարող է ըստ էության ունենա, առասարակ ես ֆիքսել եմ մի բան, եւ դա նաեւ պայմանավորված է հետպատերազմյան շրջանով։ Դա շատ ակնհայտ է, եւ դա միայն մեր հասարակությանը բնորոշ չի, առհասարակ հասարակություններ, որոնք անցել են պատերազմի մեջով, հետպատերազմյան շրջանում այն ագրեսիան ավելի շատ է եւ ավելի կուտակված է լինում, եւ դա արտահայտվում է նաեւ տղամարդկանց փոխհարաբերությունների եւ միջանձնային հարաբերությունների վրա եւ հատկապես երիտասարդների։ Ես նկատել եմ, որ մեր երիտասարդները, տղաները չգիտեն խոսել, իրար հետ չեն կարողանում հաղորդակցվել, խոսել, պարզապես խոսել։ Դրա համար դա ավարտվում է դանակահարությամբ, դա ավարտվում է կրակոցներով, լավագույն դեպքում դա ավարտվում է բռունցքներով։ Դրա համար շատ կարևոր է նաև ներքին անվտանգությունը, որ մարդիկ հանգիստ լինեն, խաղաղ լինեն, մարդիկ, ովքեր ունեն երիտասարդ տղաներ, իրենք հանգիստ լինեն, որ իրենց տղան կամ օրինակ իրենց ամուսինը կամ եղբայրը բարեհաջող գալու է եւ հասնելու է տուն, ընդհանուր մթնոլորտը իրոք շատ անհանգստացնող է, դա իհարկե մեր ուժային մարմինները պարբերաբար ինչ-որ վիճակագրություն են բերում, որ հանցավորությունը 1%-ով կամ 2%-ով նվազել է, բայց ինչպիսին է մթնոլորտը այսօր երկրում։ Գուցե թվերով մի տոկոսով նվազել է, բայց մարդկանց ընդհանուր զգացողությունները, որոնք նաև չափելի չեն, մենք տեսնում ենք մեր շրջապատում, ամեն օր խոսում ենք մարդկանց հետ, մենք տեսնում ենք, որ մարդիկ իսկապես անհանգիստ են եւ սա լրջագույն խնդիր է, այսօր արտաքին երևացող խնդիրը դա արտաքին անվտանգության հարցն է, երկրի սահմանների անվտանգության, բայց ես ձեզ վստահեցնում եմ, եթե իրավիճակը, եթե արմատական բարեփոխումներ չարվեն, ներքին անվտանգությունը եւ հանցավորության այսօրվա վիճակը եւ լարված միջանձնային հարաբերությունները շատ վատ տեղ են մեզ տանելու, որպես կին կցանկանամ, որ ոչ միայն մեր սահմանները արտաքին լինեն անվտանգ, նաև երկրի ներսում լինի անվտանգ։ Եթե հնարավորություն ունենայիք քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխել, ինչը կփոխեիք առաջին հերթին։ Այս իշխանություններին, եթե կախարդական փայտիկ կա։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք այլ ոլորտ ընտրել քաղաքականությունից զատ եւ արդյոք ունեք նման ցանկություն այսօր, ով կլիներ ձեր ներսի այդ երկրորդ մարդը։ Դե ես քանի որ լրագրությունից եմ եկել քաղաքականություն, հետ եմ վերադառնալու լրագրություն, եթե չլինի քաղաքականությունը, իսկ առհասարակ երբեմն գործընկերների հետ զրույցներում կատակում եմ, բայց իրականում կատակ չի դա, ասում եմ մենք պետք է իշխանափոխություն իրականացնենք, երկրում հաստատվի նորմալ իշխանություն, կարող իշխանություն, եւ ես գնամ իմ լրագրության գործերով շարունակեմ զբաղվել, որովհետեւ իրականում շատ եմ սիրում լրագրությունը, դա ամբողջությամբ կարոտում եմ, այո կարոտում եմ, չեմ ստի, իրավիճակը այնպես դասավորվեց, որ լրագրությունից անցում կատարեցի այսպես քաղաքականություն, քաղաքական գործընթացներ, ազգային ժողովի պատգամավոր, բայց իմ հոգում եւ սրտում, իմ խորքում միշտ այդպես լրագրողը միշտ խոսում է իմ մեջ։ Մեր քննարկումների ժամանակ էլ երբեմն գործընկերները ասում են, դե դու լրագրող ես, դրա համար ես այդպես կարծում։ Ես հոգով, սրտով եւ իմ ամբողջ էությամբ իրականում այն մասնագիտության կրողն եմ, որը սովորել եմ եւ որով սկսվել է իմ աշխատանքային կարիերան։ Բավականին հետաքրքիր զրույց ստացվեց, բայց եթե կա հարց, որը ես չեմ հնչեցրել, բայց որին դուք կցանկանայիք պատասխանել, խնդրեմ։ Ես հուսամ, որ անկեղծ ստացվեց, շատ այսպիսի ֆորմատներով հանդես չեմ գալիս, ինչպես արդեն հաղորդման սկզբում ասեցի, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մոտ եթե մնացին հարցեր, որոնք դուք չհնչեցրեցիք,
կարող են հաղորդման մեկնաբանությունների բաժնում թողել, ես խոստանում եմ կպատասխանեմ։ Շատ լավ, այդ դեպքում առաջարկում եմ անցնել բլից հարցերին եւ եզրափակել զրույցը։ Առավոտը սուրճով, թե լրահոսով։ Առավոտյան, երբ որ աչքերս բացում եմ, բնականաբար առաջին բանը դա ձեռքս հեռախոսին մեկնելն է, հետո նոր ոտքերս տանում են դեպի սուրճ։ Ինչն է ստիպում արտասվել։ Հարազատի կորուստը։ Ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Չեմ կարողանում զսպել ինձ եւ խոսում եմ այն պահին, երբ որ պետքա լռեմ։ Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ Ինձ համար անկեղծ ասած ցանկացած խորհուրդ քննարկման ենթակա է։ Երջանկությունը վիճակ թե որոշում։ Երջանկությունը դա որոշում է։ Երջանկությունը որոշում է, որը դու չգիտակցված նետել ես տիեզերք, իսկ տիեզերքը վստահաբար վերադարձնել է քեզ։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Շատ մեծամիտ կհնչի, որ ասեմ ուժեղ մարդու։ Կամ լավ կարանք ինքնաբավ մարդու։ Որն է ձեր կյանքի գլխավոր հաղթանակը։ Դրա մասին վերջերս հաճախ եմ մտածում, երևի այն, որ մայրս հեռացավ մեզանից եւ ես վստահ եմ, որ ինքը ինձանով հպարտել, այդ զգացողությունով հեռացավ այս աշխարհից։ Ձեր սիրելի գիրքը։ Սիրելի գիրք չեմ սիրում այս հարցը, անկեղծ ասած, ասեմ ինչի։ Ամեն գիրք տարբեր տարիքում եւ հոգեվիճակում, որում դու կարդում ես, տարբեր կերպ է անդրադառնում քո վրա։ Օրինակ, ամենապարզ օրինակն եմ բերում, Ռաֆ ու Սամվելը, երբ որ դպրոցական ծրագրում ներառված է, դու կարող ես կարդալ երեխա եւ ոչինչ չհասկանա, բայց օրինակ 35-40 տարեկանում կարդաս եւ խորքը զգաս։ Դրա համար եկեք այս հարցին այսպես պատասխանեմ։ Վերջին գիրքը, որ կարդացել եմ 2-3 օր առաջ, իմ շատ սիրելի, իմ հարազատ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գիրքն է, խորհուրդ եմ տալիս ի դեպ կարդալ, իսկ առհասարակ նաև Աստվածաշունչն եմ վերջին շրջանում, վերջին ամիսներին նորից սկսել թերթել։ Որն է հայ լինելու ամենադժվար կողմը։ Հայ լինելու ամենադժվար կողմը հայ լինելը։ Եթե ոչ քաղաքականություն, ապա որ ոլորտ։ Լրագրություն։ Քաղաքականությունը աշխատանք թե առաքելություն։ Քաղաքականությունը դա առաքելություն է։ Երբ որ քաղաքականությունը դառնում է աշխատանք, քաղաքական գործչի համար, նախ ինքը երաշխավորված է, որ երբեք չի հաջողի քաղաքականության մեջ, եւ վերջին 30 տարիների փորձն է ցույց տալիս, որ բոլոր այն մարդիկ, ովքեր քաղաքականությանը վերաբերվել են որպես այսպես աշխատավարձով վարձատրվող գործունեության, իրենք երբեք չեն հաջողելու։ Միանշանակ դա առաքելություն պետքա լինի, այլ կերպ հնարավոր էլ չի։ Իշխանություն թե հեղինակություն։ Իշխանություն թե հեղինակություն, ում է պետք իշխանություն, եթե դու չունես հեղինակություն։ Այսօրվա իշխանություններն էլ ունեն իշխանություն, բայց չեմ ուզում քաղաքականացնել, բայց չունեն հեղինակություն, ում է պետք այդպիսի իշխանություն։ Հեղինակությունը իհարկե կարևոր բան, իշխանությունն էլ է կարևոր, կյանքի կոչելու են բոլոր ծրագրերը, որոնք դու ցանկանում ես, երբեմն մեզանից ընդդիմադիրներից այդ դժգոհությունը կա, այս ինչ բանը խիչ եք անում, մարդկանց դժվար ես կարողանում բացատրել, որ դու իշխանություն չունես լծակներ եւ գործիքներ այդ ամեն ինչը կյանքի կոչելու համար, ունի իշխանությունը, այդ առումով իհարկե իշխանությունը լավ բան է, բայց ունենալ իշխանություն եւ չունենալ հեղինակություն անհասկանալի է իմ համար։ Ինչն է ավելի սարսափելի, սխալվելը թե անտարբերությունը։ Իմ համար անտարբերությունը դա մեղք է։ Ես չեմ պատկերացնում մարդ, ով անտարբեր է, օրինակ առհասարակ նաև քաղաքականության մեջ ինձ համար ընդունելի չի անտարբերությունը, ինձ համար օրինակ հասկանալի է, ես կարող եմ այդ մարդու հետ խոսել, քննարկել, համոզել, օրինակ եթե ինքը իշխանության ընտրող է, բայց մարդը, որը բացարձակապես անտարբեր է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կամ օրինակ իր համար հիմնավորում է բերում, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, օրինակ, ինձ համար անընկալելի է դա։ Ես առհասարակ անտարբերությունը, անիմաստությունը մեծագույն այսպես
արատներ եմ համարում։ Ձեր քաղաքական կուռքը կամ կերպարը, որով հիանում եք։ 10 պատվիրանները ասում են կուռքեր մի ստեղծիր քո համար, չունեմ ես կուռքեր իրականում որևէ ոլորտում, ոչ քաղաքականության մեջ, ոչ չգիտեմ, երգիչ, երգչուհի, դերասան, դերասանուհի, որին երկրպագում եմ եւ իմ կուռքն է, չկա այդպիսի բան, երբեք չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ շատ բնական է, որ իմ քաղաքականություն մուտքի որոշման վրա այսպես ճակատագրական է եղել որոշիչ է եղել ըստ էության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ծանոթությունը, այսպես իրեն ճանաչելը, ավելի լավ ըստ էության ճանաչելը, դա բեկումնային է բնականաբար եղել 2021 թվականին, երբ որ նաև ես ընդունեցի համամասնական ցուցակում ընդգրկվելու որոշումը, դարձա պատգամավորության թեկնածու, հետո արդեն պատգամավոր։ Եվ թերևս եզրափակելով զրույցը Հայաստանը 10 տարի անց մեկ բառով։ Անվտանգ։ Անվտանգ Հայաստան եմ ես տեսնում 10 տարի անց եւ հատկապես այսօրվա փխրուն աշխարհում, երբ որ բարեկամները դառնում են թշնամիներ, թշնամիները ավելի են թշնամանում, 10 տարի անց Հայաստանը տեսնում եմ անվտանգ, ուժեղ ղեկավարով եւ ես վստահ եմ, որ միասին կարող ենք։ Առաջ Աստված, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։